Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, իմ հյուրն այսօր քաղաքագետ, ժողովրդավարական համախմբում կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանն է։ Բարև ձեզ, պարոն Պետրոսյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Պետրոսյան, դուք վերջերս հայտարարեցիք, որ դաշինք չեք կազմելու եւ ընտրություններին միայնակ եք մասնակցելու, ինչու նման որոշում կայացրեցիք, արդյոք որևէ ուժի հետ ձեր մոտեցումները չեն համընկնում, ինչը թույլ կտար համագործակցել եւ ավելի լայն ձևաչափով մասնակցել ընտրական process-ին։ Գիտեք, Դավիթ ջան, մենք process-ին չենք նայում որպես ամեն հնարավոր անհնար ձևով մանդատներ ձեռք բերելու process։ Մենք բազմիցս խոսել ենք սրա մասին, որ որքան ճգնաժամը խորքային է, այնքան վերաիմաստավորումը եւ վերարժևորումը, նաեւ փոփոխությունները պետք է լինեն համարժեք խորքային, կոսմետիկ լուծումների մեջ չի։ Հետևաբար, երբ մենք չունենք այն նպատակը, որը որ շատ-շատերի մոտ չվիրավորելով որևիցե մեկին, հա, ուղղակի պարզ դրսևորվում է, որի մասին ենք նաև չեն թաքցնում խոսում են, խորհրդանում հայտնվելն է, բաց տեքստով, իրենք էլ են բաց տեքստով ասում, խորհրդանում հայտնվելը, մենք այդ նպատակը չունենք։ Խորհրդանում հայտնվելը մեր համար միջոց է, բայց ոչ նպատակ, անհրաժեշտ, ոչ բավարար։ Հետևաբար այստեղ քաղաքական գործընթացում պետք է առաջնորդվել շահերի եւ արժեքների համադրմամբ։ Եթե մենք արժեքային եզրեր որպես այդպիսին չունենք տարբեր դերակատարների հետ, եւ դա չի նշանակում, որ մենք լավն ենք, նրանք վատը կամ հակառակը։ Եթե արժեքային եզրեր, տեսլականի եզրեր, մոտեցումների եզրեր գլոբալ իմաստով մենք չունենք, ապա հետեւաբար, եթե մենք գնայինք միասին դաշինքով, մենք կլինենք նրանցից մեկը, ում համար առաջնային խնդիրը մանդատ ստանալն է։ Մեր համար առաջնային խնդիրը մանդատ ստանալը չի։ Սա է ամենակարևորը։ Մենք բնականաբար գնում ենք, որ մանդատ ստանանք, բայց դա միջոցն է եւ ոչ թե նպատակը։ Այդ դեպքում նպատակը որն է լինելու։ Նպատակը լինելու հայկական պետության ձևավորումը, որը այս փուլով սկիզբն է դրվելու հայկական պետության ձևավորման։ Առաջին խնդիրը պարլամենտում հայտնվելու այս փոխհամաձայնեցված խմբի իշխանության նեղ շրջանակը, որի կողմերը ներկա իշխանությունը նախկին բոլոր իշխանությունները, այս փոխհամաձայնեցված շղթան ճեղքել եւ ունենալ ինստիտուցիոնալ հարթակը, որից հետո հնարավոր կլինի այս գործընթացը շատ ավելի արագ եւ երկրաչափական պրոգրեսիվ ավելի մեծացնել, հզորացնել, ընդլայնել։ Միակ տարբերակը որպես այդպեսին սա է։ Պարոն Պետրոսյան, ձեր քաղաքական ուժը 2023-ին մասնակցեց Երևանի ավականու ընտրություններին եւ ստացաք ձայների 1%-ը։ Մտավախություն չունեք, որ կրկին նման արդյունք կգրանցեք, կամ օրինակ կմոտենաք անցողիկ շեմին, բայց չեք հաղթահարի, եւ դրանից հետո ես պատկերացնում եմ, որ ձեզ կրկին խավության նոխած կդարձնեն, կսկսեն հայտարարել, որ եթե Սուրեն Պետրոսյանը չմասնակցեր, ձայներ չփոշիացներ, մենք կհեռացնեինք Նիկոլ Փաշինյանին, չեք մտավախություն չունեք, որ նման բան հիմա էլ տեղի կունենա։ Իրականում մտավախություն չունեմ։ Մեկ թեպետ քաղաքականության մեջ ամեն ինչ է հնարավոր, բայց նաև այդ մարդկանց խոսույթները օրակարգեր ինձ ընդհանրապես չեն հետաքրքրում։ Այդ մարդիկ անգամ այդ խոսույթները, որ դաշտ են նետում, իրենք չեն պատկերացնում ինչ անհեթեթություն են խոսում։ Մի օրինակ ասեմ, հետո անցնեմ բուն հարցի պատասխանին։ Լսել ենք, չէ՞ որ անընդհատ ասում են, օրինակ, չթիրախավորելով ոչ մեկին, այսօր իրենց հայտարարելով երկրորդ ուժ որպես կամ երկրորդ չէ, հիմնական ընդդիմադիր ուժ ասում են մեր ձևով այդ թիմն է, ճիշտ է։ Անկամ իրենց իշխանությունն են համարում արդեն։ Այո, ճիշտ է։ Այո։ Իրենք ասում են, չէ, որ մենք մեծամասնություն ենք հավաքում բոլոր տվյալների համապատասխան սոցհարցումներ եւ այլն եւ այլն։ Անխոս առաջատարն ենք եւ անխոս հաղթում ենք։ Իրենց խոսույթն է, չէ, իմը չի։ Մոտավորապես։ Ահա։ Անկամ եթե ես ձայները գնում եմ փոշիացնելու, պայմանական եմ ասում, ապա դուք պետք է ուրախ լինեք իմ փոշիացրած ձայներից, որովհետև այդ ձայները գալու են ձեզ, եթե ես չեմ անցնելու։ Հետևաբար ձեր խոսույթը իրար հետ չի համապատասխանում։ Եթե դուք առաջինն եք, բայց նաև մարդկանց մեղադրում եք, ասում եք չմասնակցեք, որ ձայն չփոշիացնեք։ Այսինքն դուք գիտեք, չէ՞ որ դուք առաջինը չեք։ Դուք գիտեք, որ դուք գնում եք պարլամենտում ընդդիմություն աշխատելու ընդամենը եւ ուղղակի ուզում եք, որ մի քիչ ավելի շատ մանդատով մասնակցեք այդտեղ։ Եթե դուք այդքան վստահ եք, որ առաջին տեղով եք գնում, բոլորին կարող եք ասել, խնդրեմ, մասնակցեք, ինչքան ձայն փոշիացնեք, այնքան ավելի լավ։ Ինչ անում է օրինակ իշխանությունը։ Պայմանական 21 թվականին այսինքն դուք ստում եք։ Դուք գիտեք, որ դուք արդեն պարտված եք։ Ձեր երկու խոսույթները իրար հետ չի համապատասխանում։ Իսկ այլ դնենք մի կողմ։ Սա ուղղակի ներքաղաքական այս խճանկարի մեջ ասացի։ Ինչ է նշանակում ընդհանրապես ինչ որ մի ուժի, ասել մի մասնակցի, որովհետեւ դու կարող ձայն փչացնես։ Նախ դուք
անգամ ձեր ճակատագիրը չեք կարողանում կառավարել, բայց ինչա նշանում մեկ այլ ուժի նման բան ասել։ Դե հիմա չեն ասում, բայց ընտրություններից հետո վստահ ենք, որ չհաջողության մատնվեն, ասելու են։ Բնականաբար հիմա էլ են ասում։ Նախ այդ մարդիկ ուշադրություն չեն դարձնում այն մանդատները, որ իրենք արդեն ստացել էին, որպես ընդդիմություն։ Իրենք արել են այն ինչի համար ստացել են այդ մանդատները որպես ընդդիմություն։ Տոտալ տապալել են եւ վերարտադրել են Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանը մարսել է բոլոր հակապետական նախագծերը, բացառապես որտեղ եղել է այդ ընդդիմությունը։ Ու հիմա առավել եւս ընդդիմությունից որևէ մեկը բարոյական նվազագույն իրավունք չունի ինչ որ մեկին մեղադրելու ձայների փոշիացման մեջ կամ ընդհանրապես այդ ինչ անհեթեթ խոսույթ է։ Այսինքն ստացվում է անգամ այն ուժը, որը նոր է մտնում քաղաքական դաշտ, ինքը պետք է միանգամից 10-15%-անոց կայացվածություն ունենա նոր մասնակցի։ Բայց քաղաքական դաշտում ո՞նց են կայանում ուժերը։ Առանց ճանապարհ անցնելու, թե դուք սովորեք, որ պետք է անպայման պրոյեկտ լինի, որը հիմքում միլիոնավոր դոլարներ պիտի դրածնի, միանգամից առուծախի միջոցով, միանգամից 10-15% եւ այլն, ոչ քաղաքական process-ը տենց չի։ Դե դուք չեք մտնում process-ի մեջ, չեք հղկվում, չեք թրծվում, չեք ճանաչում process-ը, շտկումներ չեք անում, այդպես են առաջ գնում։ Մի անգամ կարող ենք ունեցել ենք 1%, այս անգամ օրինակ ունենանք 5%, մյուս անգամ պայմանական եմ ասում, հա։ Իսկ այն խոսակցությունները, բա մենք ժամանակ չունենք, երկիրը վերջացավ եւ այլն, նույն խոսակցությունները 21 թվականին էիք ասում։ Տեսակ, որ մենք ունեցանք 5 տարի, ունեցանք այնց ընդդիմություն, որը ուղղակի Նիկոլ Փաշինյանի բացարձակ հենարան է, ուրիշ ոչ մի բան, որը չի տարբերում ոչ արժեքներով, ոչ քաղաքական օրակարգով, որևիցե բանով եւ բացառապես միայն սպասարկում է Նիկոլ Փաշինյանի օրակարգը։ Անկամ Նիկոլ Փաշինյանի տեսանյութերը իր թիմակիցները այդքան ջանասիրաբար չեն տարածում եւ խոսույթը, ինչքան պարլամենտական ընդդիմությունը։ Եթե դուք մտածում եք սա պատահականություն է, ես այդպես չեմ կարծում։ Կամ եթե իրենք այդքանը չեն պատկերացնում, ուրեմն իրենք ավելի մեծ չարիք են։ Այսինքն հակված է կարծել, որ միտումնավոր է այս ամեն ինչը տեղի ունենում։ Բնականաբար, ինչի մասին է խոսքը։ Բնականաբար։ Իսկ այսօրվա ընդդիմությանը Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը ինչու է անհրաժեշտ, պարոն Պետրոսյան։ Օդու ջրի նման, որովհետև եթե չլինի Նիկոլ Փաշինյանը եւ այս փոխհամաձայնեցված խմբիշխանությունից դուրս ուժեր չեղքեն եւ իրենք ձևավորեն փուլ առ փուլ իշխանությունը, բնականաբար փոխվելու է քաղաքական համակարգի էությունը, խաղի կանոնները, բովանդակությունը։ Այս մարդիկ այլ քաղաքական համակարգում ուղղակի կենսունակ չեն եւ անելիք չունեն։ Այլ հարաբերությունների ժամանակ, այլ արժեքների, այլ խաղի կանոնների, այլ մշակույթի այս մարդիկ իրենց ողջ նշանակությունը ուղղակի կորցնում են, զրոյանում է։ Իսկ այս 5 տարում չհասկացան փաստացի, որ Նիկոլ Փաշինյանի մոտ ընդդիմությունը աշխատել է այդքան էլ պատվաբեր գործ չի, այն բոլոր տեսարաններով, որոնք մենք տեսանք ազգային ժողովում այս տարի։ Դա այն գինն է համոզվածը, որ իրենք պատրաստ են միշտ այսօր է վճարեն, որպեսզի լինեն այս փոխհամաձայնեցված խմբիշխանության մի մասը, ունենան մաս իշխանության մեջ։ Եվ ընդհանրապես տեսեք, իրենց տեսանկյունից նայեք, սա կատարյալ վիճակ է իրանց համար։ Կարողանում են ձևական իմաստով, հա, օրնի բուն քննադատել իշխանությանը, միևնույն ժամանակ լինելով իշխանության մաս, որովհետև պարլամենտում մարդիկ իշխանության մաս են։ Օրենսդիր իշխանությունը։ Այո, իրենք իշխանության մաս են։ Իրենք քննադատում են եւ այլն, հա, ուղղակի վիզուալ, հա, ոչ բովանդակային։ Միևնույն ժամանակ իշխանության մաս են եւ միևնույն ժամանակ որևէ պատասխանատվություն չեն կրում երկրում տեղի ունեցածի համար։ Որևէ պատասխանատվություն, անգամ պատասխանատվություն չեն կրում այն մարդկանց համար, ումից ձայն են ստացել եւ ինչի համար այդ մանդատը ստացել են։ Հիշում եք ինչի համար իրենք մանդատ ստացել։ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար, հակապետական գործընթացները կանգնեցնելու, մնացածի համար, որ մեկն են արել իրենք։ Եվ ինչ որ մեկը կարող է ասել պարլամենտական ընդդիմության եւ օրինակ սովորական լրագրողի միջև տարբերությունը որն է։ Լրագրողն էլ է խնդիրներ բարձրաձայնում, շատ ժամանակ շատ ավելի սուր, շատ ժամանակ շատ ավելի արդար։ Հա, նրանք էլ են խնդիրներ բարձրաձայնում եւ դուք լրագրողից ինչով եք տարբերվում։ Հաստատի։
Մենք տեսնում ենք նաև, որ արտաքին դերակատարներն են անվերապահորեն Փաշինյանի վերարտադրությանը աջակցում, հիշում ենք Վենսի հայտարարությունը Երևանում, ավելի վաղ Հական Ֆիդաններ այդ մասին խոսել եւ այսպես շարունակ։ Ձեր դիտարկմամբ ընտրությունների վերջնարդյունքի վրա արտաքին դերակատարների աջակցությունը ինչ ազդեցություն կարող է ունենալ, արդյոք այս ամեն ինչը Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը անխուսափելի է դարձնում։ Արտաքին դերակատարների ազդեցությունը շատ կարևոր է Հայաստանի վրա, շատ, բայց մեր պարագայում վճռական չի։ Արտաքին դերակատարների ազդեցությունը դառնում է վճռական այն պահին, երբ որ իշխանության այլընտրանքը, օրինակ ընդդիմությունը, իրականում շատ մոտ է իշխանության վերցնելուն կամ հավակնում է իշխանության վերցնելու կամ դրա մեծ շանսերն ունի եւ այդտեղ արդեն արտաքին դերակատարները ինչ որ կերպ միջամտում են մեր պարագայում ձեր նշած դերակատարները բնականաբար իշխանության օգնելու համար։ Ես կարծում եմ, որ մեր այս իրականության մեջ դրա կարիքը անգամ չի լինելու, որովհետեւ իշխանության որևիցե մեկը չի հավակնում այս պահին։ Անկամ մոտիկ չեն, անգամ իրականում իրենք չեն հավակնում դրան։ Փաշինյանից բացի։ Բնականաբար Փաշինյանից բացի, հետեւաբար արտաքին դերակատարները, եթե դրա կարիքը ստեղծվի, անպայման անվերապահորեն մասնակցելու են, անվերապահորեն օգնելու են, անվերապահորեն աջակցելու են, բայց մինչև այսօր գոնե իմ խորը համոզմամբ դրա կարիքը ուղղակի չկա, որովհետև չկա այն ուժը, որը փաստացի վտանգ է ներկայացնում իշխանությանը, այսինքն հավակնում է իրականում իշխանություն վերցնելու կամ ունի ժողովրդի կողմից այդ լեգիտիմությունը։ Եթե ժողովրդի կողմից այդ ուժը չունի այդ լեգիտիմությունը, այդ բացարձակ լեգիտիմությունը, ապա այս պարագայում այլ գործիքներով օգնել իշխանությունը ուղղակի անիմաստ է։ Այդ դեպքում ինչ նպատակով են այս հայտարարությունները արվում պարբերաբար։ Պարբերաբար հայտարարություններ արվում են, որ խրախուսեն նաև Հայաստանի այն գիծը, որը Հայաստանը գնում է։ Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականացի մասին է խոսքը։ Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունը ձեռնտու է բոլորին, բացի հայ ազգից, բոլորին անխտիր։ Չկա տենց մի կենտրոն, որին ձեռնտու չլինի Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը։ Այդ թվում Ռուսաստանին։ Բոլորին անխտիր ձեռնտու է Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունը։ Իսկ դուք ձեզ համար գտել եք այն հարցի պատասխանը, թե ինչու է նույն Արևմուտքը շարունակում աջակցել Նիկոլ Փաշինյանին, երբ վերջինս Եվրոպական միության սրտում Լեհաստանում հայտարարում է, որ վերընտրվելու դեպքում մտադիր չէ ռուսական ռազմաբազան դուրս բերել Հայաստանից, ի հեճուկս մեր արևմտամետ ուժերի կողմից գեներացվող այն խոսույթի, որ Փաշինյանը նման օրակարգով է հանդես գալու։ Արևմտյան կողմը շատ խորքային պատկերացնում է քաղաքականության տրամաբանությունը։ Ամեն ինչ որ խոսքով է։ Եվ նաև ամեն ինչ որ ֆորմալ փոփոխություններով է։ Օրինակ, Հայաստանը դուրս եկավ հապկից։ Օրինակ եմ ասում։ Ինչ է տալիս դա Արևմուտքին։ Ինչ է տալիս դա օրինակ Ռուսաստանին։ Որևիցե էական բան չի տալիս։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը այն ինչը պիտի աներ, դա միևնույնն է կանի, բայց առանց օրինակ հապկից դուրս գալու ինչն է խնդիրը։ Դրա համար պետք է Նիկոլ Փաշինյանին լեգիտիմացնել միջազգային հարթակում։ Լեգիտիմացումը կլեգիտիմացնեն։ Ինչն է խնդիրը։ Այսինքն ինչ պետք է անի Նիկոլ Փաշինյանը, որը չի անում, որի համար օրինակ խանգարում է հապկը։ Կամ հակառակը։ Դրան գումարածել լեգիտիմացումը վերջինիս կողմից իր պարտավորությունների չկատարումը։ Բնականաբար։ Իսկ ինչ եք կարծում, մենք հապկում պետք է մնանք, թե ընդհակառակը դուրս գանք ձեր դիտարկմամբ լավագույն տարբերակը որն է այս հարցում։ Տուրբուլենտ ժամանակաշրջանում Հայաստանը առաջին խնդիրը կտրուկ եւ անմիջ շարժումներ չանելն է։ Պետք է սպասել։ Դուրս գալը հապկից։ Դա կլիներ հապկ պայմանական մասում, դա կլիներ ՆԱՏՕ հապկի վրա չկենտրոնանանք։ Իմաստ չունի այս տուրբուլենտ ժամանակաշրջանում։ Հատկապես երբ այլընտրանք էլ չունենք։ Այլընտրանք չկա, այլընտրանք երբեք էլ չենք էլ ունենալ, հարցը հապկին չէ։ Անկամ պատկերացեք ՆԱՏՕ-ում մենք այլընտրանք երբեք չենք ունենալու, եթե մենք մեզնից որևիցե բան չենք ներկայացնում։ Կապ չունի, ֆորմալ կառույցները զրո են։ Մեր աշխարհաքաղաքական այս իրականությունը ֆորմալ կառույցները զրո են, նշանակություն չունեն։ Եվ ես կրկին այդ օրինակն եմ բերում։ Կապ չունի դա հապ կլինի, թե ՆԱՏՕ կլինի։ Դանիան ՆԱՏՕ-ի կարելի ասել հիմնադիր անդամ է, ԵՄ հիմնադիր անդամ է։ Միացյալ Նահանգները ասում է, եթե Գրենլանդիան ինչ չվաճառես, ուժով կվերցնեմ։ Այսինքն կառույցը որպես այդպեսին արդի աշխարհաքաղաքական հարաբերություններում ֆորմալ կառույցը զրո նշանակություն ունի։ Միջազգային իրավունքն էլ տեսնում ենք, թե ինչպես չի բնականաբար գործում։ նույնը հապկը Հայաստանի տարածքի վրա, ինքնիշխան տարածքի վրա
հարձակման ժամանակ հապկը արձագանքեց թե ոչ։ Փաստացի ոչ։ Ոչ, փաստացի չէ, չարձագանքեց։ Հակառակը նաև փորձեց մանևրել, որ դե սահմանազատված չի, սահմանագծված չի, բանամոտ բնականաբար դա անհեթեթություն էր, խորքային անհեթեթություն։ Ինչա նշանակում սահմանազատված կամ չսահմանագծված։ Այսինքն այդ որ պետություն էր բանդամակցում հապկին, անսահման պետությունը, ում սահմանները, չգիտեմ, Բայկալում են ավարտվում, թե որտեղ են ավարտվում։ Իմ ասած, այստեղ հապկի մասին չի։ Հարցը այստեղ նա է, որ մենք չենք հասկանում խաղի կանոնները։ Անկամ հապկից դուրս եկանք, դա ինչա մեզ տալիս է սպային։ Ինչը մենք կարող էինք անել, որ չենք անում, որին հապկի թուղթն է մեզ խանգարում։ Վառ օրինակը ՆԱՏՕ-ի օրինակը վերեցի Գրենլանդիան, մյուսը։ Մարդիկ մտնում են Վենեսուելա, նախագահ են առևանգում։ Ու տեսեք, Միացյալ Նահանգներով լիբերալ ժողովրդավարության միջազգային կարգի կնքահայրն է, ասում է Վենեսուելայի ղեկավարը ես եմ։ Պատկերացնում եք ինչի մասն է խոսքը։ Ինչ կառույցի մասին, ինչ հապկ, ինչ ՆԱՏՕ, ինչ միջազգային իրավունք, ինչի մասին է խոսքը։ Չկան այս ամեն ինչը։ Ինչն է մեզ պետք, որ մենք վերջի վերջո հասկանանք, որ այս ամեն ինչը գոյություն չունի։ Ու մենք չանենք անմիտ քայլեր, որոնք որ բովանդակային առումով որևիցե բան չեն փոխելու, բայց մեզ ավելի ծանր վիճակի մեջ են դնելու։ Տեսեք Ադրբեջանը ինչքան շահեկան դիրքում է չէ գտնում համատած մեզ։ Փաստացի թեպետ խաղաղություն չկա, բայց հրադադար պարտադրողը Ադրբեջանն է մեզ։ Ճարտարապետը տարածաշրջանի լոկալ իմաստով, մինի իմաստով Ադրբեջանն է, բայց անգամ Ադրբեջանը այդ դիրքում տեսեք ինչպես է մանևրում, ոչ մի կտրուկ շարժումներ չի անում։ Դա կոչվում է քաղաքականության մեջ ռազմավարական սպասում։ Իսկ մենք գիտեք ինչի ենք նման, ոնց որ խաղամոլը անընդհատ խաղադրույք անի, չհասկանալով ոչ խաղը, ոչ խաղացողներին, ոչ առանց հասկանալու մենք ուզում ենք խաղադրույք անել։ Մտածել է որ մենք ճիշտ խաղադրույք արեցինք, խաղամոլը ինչպես է մտածում, չէ՞։ Կորցրածը հետ կբերենք։ Խաղամոլը ի՞նչ է մտածում։ Բնականաբար նորմալ մարդը, բանական մարդը չի կարող մտածել, որ իր կյանքի ապրուստը կարող է հոգալ կամ երաշխավորել խաղադրույքներով, ճիշտ է։ Որևիցե բանական մարդ չի կարող։ Նույնը աշխարհակաղակականության մեջ է։ Մենք այսօր այդ խաղամոլն ենք, որ մտածում ենք, թե մեր խնդիրները կարող ենք ճիշտ լուծել, ճիշտ խաղադրույք անելով։ Դա համար մեկը մինչև այս ժամանակ օրինակ անիծում էր Ռուսաստանի դաշտությանը, որ մեզ դավաճանեցին, մյուսը անիծում է Արևմուտքին, Միացյալ Նահանգներին, Եվրոպային եւ այլ, եւ մենք մտածում ենք մեր խնդիրը տեղ է եղել, մենք ճիշտ խաղադրույք չենք արել։ Չհասկանալով որ խաղադրույք անելով տուն չեն պահում, խաղադրույքը ապրուստի միջոց չի։ Հիմա այս նույնը պետք չէ այդ խաղամոլի տրամաբանությամբ շարժվել։ Սա խաղադրույքների մասին չի խոսքը։ Պետք է մեզ հասկանալ ինչ է կատարում ընդհանրապես։ Ու ամբողջ տրամաբանությունը այս աշխարհակաղակական գործընթացների պետք է հիմնովին փոխվի։ Դա այս դրամը պետք է որ դերակատարները փոխվեն։ Այսինքն Հայաստանը պետք է այս իրավիճակում չեզոքություն դրսևորի եւ սպասի մինչեւ ավելի հստակություն լինի միջազգային հարաբերություններում։ Առաջին գերխնդիրը Հայաստանը այս պարագայում չպետք է դառնա հարթակ մի գերտերության համար մեկի դեմ վարվող պատերազմում։ Առաջին գերխնդիրը։ Այսօր տեսնում եք այդ միտումը, որ դառնում ենք։ Այս պահին չեմ տեսնում, որ դառնում ենք այս պահին։ Ռազմական առումով եմ ասում։ Բայց եթե որ մենք այս պահին դեռևս չենք դառնում, չէ՞ նշանակում որ դրանով ապահովում է մեր անվտանգությունը կամ խաղաղությունը։ Մենք չենք պատկերացնում, թե ինչ խնդիրների առաջ ենք մենք պարբերաբար կանգնում։ Ինչ խնդիրների առաջ ենք հեսա մոտ ժամանակ կանգնելու։ Սա վախեցնելու առումով բնականաբար չեմ ասում, այդ խնդիրները բոլորը լուծելի են եւ հաղթարելի են։ Բայց երբ որ դուք չեք պատկերացնում, թե ինչպես է վերաձևավորվում տարածաշրջանը ու դուք դրան մասնակից չեք դառնում, դուք ուղղակի օբյեկտ եք, որի հաշվին միշտ առևտուն են անելու։ Այս ժամանակահատվածը, որը թվում է թե մենք չեն դառնում հարթակ, այդ վերաձևավորման ժամանակ մեր տարածաշրջանում վերաձևավորումները բոլորը տեղի ունենալու մեր հաշվին, մեր պետական ու ազգային շահի հաշվին։ Առանց դրա դա բացառված, առանց դրա չի լինում։ Ու չհաշված նրան, որ այսօր փաստացի եմ ասում, Հայաստանի արտաքին քաղաքականությունը պատվիրակված է Ադրբեջանին, փաստացի։ Բաքվում է որոշվում։ Փաստացի։ Չգիտեմ որտեղ է որոշում, կարող Բաքվին էլ այլ տեղ է որոշում, բայց փաստացի
Հայաստանը իր արտաքին քաղաքականությունը բերել եւ համաձայնեցրել է եւ դրել է նույն գծի մեջ, ինչը Ադրբեջանն է։ Փաստացի արտաքին քաղաքականությունից բացի նաեւ անվտանգային համակարգն է պատվիրակել Ադրբեջանին։ Սա ամենևին էմոցիոնալ խոսքերի մասին չի, կամ հայ որ բողոքի մասին չի։ Ինչի մասին է սա։ Սա գիտեք, սա իրականությունը ճանաչելու մասին է, որովհետեւ Հայաստանի անվտանգության իշխանության կողմից ներկայացված միակ կոնցեպտը նա է, որ մենք ընդունենք Ադրբեջանի գերակայությունը եւ սպասարկենք իր օրակարգը, որի միջոցով նոր ունենանք անվտանգություն։ Այսինքն ասում մեր վրա կրակող Ադրբեջանն է, բոլոր պայմանները ընդունենք, որ մեր վրա չկրակեն։ Արցախի հանրապետություն չասենք, սա պատերազմի կոչ է, ասում Այո, սրա մասին։ Այսինքն անվտանգային համակարգ որպես այդպեսին Հայաստանը գոյություն չունի։ Այսինքն Հայաստանը այս բան այնքանով է նաև չեզոք, որքանով չեզոք է Ադրբեջանը։ Այս իրավիճակում։ Դե Հայաստանի անվտանգությունը եւ արտաքին քաղաքականությունը հաստացի պատվիրակված է Ադրբեջանի, սա փաստ է։ Եվ դրա համար մեր բոլոր քաղաքականության բաղադրիչները փաստացի համաձայնեցված են Ադրբեջանի հետ։ Փաստացի։ Սա երկրորդ կարծիք ես չգիտեմ, եթե մեկը լինի բանավոր կամ գոնե հիմնավորված կերպով սա առարկի է, շատ ուրախ կլեմ լսել։ Բայց այս ամենի ֆոնին, պարոն Պետրոսյան, թվում էր, թե մի շրջան Ադրբեջանի կողմից էլ գոնե հայտարարությունների մակարդակում որոշակի հանդարտություն էր պահպանվում, բայց անցած օրը Ադրբեջանի նախագահը միջազգային լրատվամիջոցներին տված հարցազրույցում բավականին կոշտ շեշտադրումներ էր արել, նախ նշեց, որ հաճույք է ստանում, երբ լրագրողը այսպես կոչված Զանգեզուրի միջանցք ձևակերպումն է օգտագործում, հետո էլ Հայաստանի օդային տարածքի մասով նշեց, որ առանց Հայաստանի թույլտվության հատում են այդ տարածքը եւ այսպես շարունակ։ Այս Ալիևի հռետորաբանության կոշտացումը այս փուլում ինչով եք պայմանավորում, հատկապես երբ մենք ընտրությունների ենք գնում, ձեր նշած իրողությունները կան, որ մեր արտաքին քաղաքականությունը այնտեղ է փոխհամաձայնեցվում, ինչու է այս իրավիճակում Ալիևը Փաշինյանին վատ դրության մեջ դնում։ Բայց սա նոր չի, որ այդպես է արվում։ Սա միշտ է այդպես եղել։ Այդ ընտրությունից առաջ չպետք է մի քիչ ավելի հանդարտ իրավիճակ ապահովել։ Կարող է նաև չէ, եթե ըստ էության որովիցե տեղ չունի փախնելու, կամ իրականությունը այսպես թե այնպես այդպեսին է լինելու։ Իմաստը որն է։ Այս ժամանակահատվածում անգամ եթե Ադրբեջանի նախագահը նման հայտարարություններ չաներ, անգամ ասել, որ մենք պայմանական իմաստով պատրաստ ենք զիջել Հայաստանին, պայմանական, դա չի նշանակում, որ գետնի վրա իրականությունը փոխվում է։ Մենք անգամ չենք պատկերացնում Ադրբեջանի մեջ գործընթացներ են տեղի ունենում։ Մենք միակողմանի գնում ենք խաղաղության, որ խաղաղություն չի, հանձնվել է, գնում ենք հանձնվելուն, այնինչ Ադրբեջանում եւ հռետորաբանությունն է սաստկանում, եւ հասարակության մեջ ատելությունն է խորացվում, եւ հակառակը պատերազմական տրամադրություններն են ավելի բարձրացվում։ Էլ չեմ ասում ռազմական բյուջե եւ այլն։ Մենք նաեւ չենք էլ պատկերացնում, որ Ադրբեջանի իշխանությունը, որպես իշխանություն, հասարակության կոնսոլիդացիան ինչ որ չափով պահում է բացառապես հակահայկականության վրա, Հայաստանի եւ հայերի թշնամի լինելու, այդ թշնամու կերպարի վրա։ Այս օրակարգը չի փոխվել։ Եվ եթե թշնամու կերպարը Ադրբեջանի համար վերանա ինչ որ մի պայ այս ժամանակաշրջանում, իրենք ներսում հսկայական խնդիրներ են ունենալու, որտեղ իշխանությունը բացառապես Ադրբեջանի իշխանությունը կանգուն է մնում այդ օրակարգի վրա։ Եվ բնականաբար, եթե այդ օրակարգը ոչ միայն չհանվի, այլ նաև չսպասարկվի եւ պարբերաբար այդ ուղղությամբ չգնա, իրենք ներսում են ունենալու նաև մեծ խնդիրներ։ Ամբողջ իշխանություն եւ հասարակությունը այսօր ինչ որ չափով եթե կոնսոլիդացված մնում է Ադրբեջանում, բացառապես սրա վրա է մնում։ Կամ գրքերը, գրականության դասագրքերը, իդեպ 30 տարի ունենալով պետություն ու ասելը, որ Ադրբեջանը մեր թշնամին է եւ այլ, թեպետ իմ խորին համոզմամբ նախկին նախագահներից որևիցե մեկը Ադրբեջանի չի ընկալել թշնամի, երբեք չի ընկալել։ Ամենավառ օրինակներից մեկը, եթե դուք թշնամուն ասում եք, որ Ադրբեջանը թշնամին է, ուրեմն գոնե պիտի ունենայք, նվազագույնն եմ ասում, գոնե ունենայք կայացած հսկայական ինստիտուտ, որը կճանաչեր Ադրբեջանը, կուսումնասիրեր Ադրբեջանը։ Մենք ունեցել ենք, բացի տեղեկատվական այդ մի պոակ ենք ունեցել, մի քանի մասնագետ, դա տեղեկատվական հարթակ ընդամենը։ Ինստիտուտ լրջագույն, որը կճանաչեր, պատկերացնեք ինչ կարևոր է ճանաչել թշնամուն, որ նաև կանխատեսելի դարձնել թշնամուն։
Իսկ մենք մենակ ուղղակի Հայտնի կենասները կենթանու հետ ենք համեմատում։ այո, կենասներ ենք ասում, ոչխարը եւ այլ, վերջում ժամանակը անցավ, պարզվեց, որ իրականում ոչխարը լրիվ այլ տեղերի իրենք չէին այդքան էլ։ Այդ ճոռոմաբանությունը եւ այլն։ Ինչի համար է սա ասում։ Ունենալով անգամ չունենալով ինստիտուտներ եւ այլն, բնականաբար։ Անկամ մենք չենք էլ ուսումնասիրել իրենք ինչ են ընդհանրապես դասավանդում, ինչ են անում։ Առաջին անգամ համակարգային կերպով դա արել ենք մենք, մեր կուսակցությունն արել 3-4 տարի առաջ։ Գրականության ոչ դասագրքերը, բոլոր դասագրքերը ադրբեջաներից թարգմանել ենք հայերեն։ 3-ից 9-րդ դասարանի համապետական բոլոր դպրոցների։ Դրա միջից հանել ենք բոլոր այն պատմությունները, որտեղ արտահայտված է հայատյացությունը։ Դա սարքել են գիրք ու 4 տարբեր օրինակներով։ Միտեղ մի կողմ ադրբեջաներեն հայերեն, ադրբեջաներեն ռուսերեն, ադրբեջաներեն անգլերեն, ադրբեջաներեն ֆրանսերեն։ Ունեւ ուղարկել ենք բոլոր առաքելություններին, դեսպանություններին եւ այլ։ Այդտո մինչեւ այսօր անգամ մակում զեկույցներ երբ որ ունենում են, անգամ հույները հղում են տալիս մեր աշխատանքին։ Որտեղ որ երևում է արտացոլվում է այն պարզ ճշմարտությունը, որ հայը այնա ինչը պիտի սպանվի։ Ամբողջ սերունդ Ադրբեջանում 30 տարի մեծացել է գրականության գիրքը, պատկերացրեք 3-րդ դասարանի երեխան կարդում է պատմվածք կամ գրականության ինչ-որ տեքստ, որտեղ ենթագիտակցորեն այդ երեխային տրվում է, որ հայը ինչքան ստոր է, հայը սա է, դու հերոս գնես, եթե հային սպանես, 3-րդ դասարանից սկսած։ Սերունդը տենց մեծացել։ Հիմա է մեծանում այդ սերունդը։ Ամեն օր այս ծրագիրը չի փոխվել, շատ ավելի է լրամշակվել, ավելացվել։ Ռետորաբանությունը ռազմական մնացած, բայց ինչի հաշվին է գնում խաղաղության։ Որքանով է ադեկվատ այս դեպքում մեր ժողովրդի նման օրակարգերով կերակրելը։ Բնականաբար, տեսեք, ադեկվատ չի, որտեղ խնդիր է այստեղ։ Այստեղ այլ շատ այլ խնդիրներ է լուծվում, շատ ավելի երկարաժամկետ խնդիրներ է լուծվում, որը շատ ավելի երկար խոսալու թեմա է։ Բայց բնականաբար այս ճանապարհը մեզ տանում է բառից բուն իմաստով ինքնակործանման։ Բայց սա չի նշանակում, որ այս ճանապարհը հնարավոր չի բեկել։ Այս ճանապարհը բեկվում է բացառապես ներսում եւ ոչ թե դրսից։ Առողջացումը պետք է սկսվի ներսից եւ ոչ թե դրսից։ Այն մարդիկ հազար ներողություն այդ խոսքի համար, որ գալիս են Հայաստանի առողջացումը սկսում են կապել, մենք կգնանք Ռուսաստանի հետ ավելի սերտ համագործակցություն կանենք, մենք կգնանք ՆԱՏՕ-ի հետ, Ամերիկայի հետ ավելի սերտ, ներողություն եմ խնդրում այդ բառի համար, այդ մարդիկ շարլատաններ են։ Չի կարելի այդ մարդկանց ոչ միայն լուրջ վերաբերվել, այլ նրանք պետք է համարվեն ազգային անվտանգության սպառնալիքներ, որովհետև եթե դու ինքը չունես խորություն, չունես շահ, չունես նպատակ, ռազմավարական խորություն, դու պատկերացում չունես անգամ որևիցե բանի մա, դու ինքը դատարկություն ես մի ամբողջ, որին տրամադրում են օրակարգ, դու օբյեկտ ես ընդամենը, սպառող։ Դու ոնց կարող ես առանց ներսում առողջանալու, առանց դերակատար դառնալու փոխես իրավիճակը։ Հնարավոր չի, բայց դրա փոխարեն մենք էլի գնում ենք հանրային կարծիքի մանիպուլյացիան։ Դե ասում եք, գիտեք, ինչ ժողովուրդը սա է ուզում, ու գնում ենք միանգամից, ասում եք, գիտեք, մենք կգնանք Ռուսաստան, մենք կգնանք Ամերիկա եւ այլն։ Ու իդեպ անդրադառնալով ներքաղաքականին, ասեմ, որ ինչու է բավականին դժվար խնդիրը մեր, բայց որը լուծելի եւ անպայման կլուծենք։ Խոսքը մեր մասին չի միայն այն մարդիկ, ովքեր որ ուզում են դուրս գան այս փոխհամաձայնեցված խմբի իշխանությունից։ Տեսեք, իշխանության օրակարգը, որը ասում ենք խնդիր չունենք որպես այդպեսին, չէ՞, այլևս մեր մոտ խաղաղություն է եւ այլն, որը մենք սովոր չենք դրան։ Այո, խորքային անհեթեթություն է բնականաբար։ Ամբողջ աշխարհը մտել է գոյատևման փուլ, Հայաստանը ասում է մենք մտել ենք զարգացման փուլ։ Միացյալ Նահանգները մտել է գոյատևման փուլ, Միացյալ Նահանգները ասում է ես գոյատևման փուլի մեջ եմ։ Ասում է survival mode։ Հայաստանը ասում է մենք զարգացման փուլի մեջ ենք։ Ռուսաստանը գոյատևման փուլի մեջ է։ Իրանի մասին ընդհանրապես չեմ խոսում։ Բոլորը Թուրքիան գոյատևման փուլի մեջ է։ Հայաստանը բացառապես զարգացման փուլի մեջ է։ Այդպես հնարավոր է թե չէ։ Բայց տեսեք, այս իրավիճակը։ Հայաստանը ասում ենք զարգացման փուլի մեջ ենք, մենք խնդիր չունենք եւ այլ եւ այլն։ Առաջին հորիզոնականով գնացող ընդդիմությունը, որը իբր հավակնում է իշխանություն ստանձնել, սպասարկում է տառացիորեն նույն օրակարգ, ինչը Նիկոլ Փաշինյանը։ Խոսույթը լսել ենք, չէ՞։
Հարկերը 0%, 5000 աշխատատեղ, 1000 աշխատատեղ, թե չգիտեմ ինչ։ Սա ազգային անվտանգության սպառնալիք, այսինքն դուք սպասարկում եք Նիկոլ Փաշինյանի օրակարգը։ Մեր մոտ ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ շատ լավ է, ամեն ինչ մարսել ենք եւ դուք օգնում եք, որ իշխանությունը մարսի են բոլոր օրակարգերը կամ այն ամենը, ինչը տեղի ունեցել մեր հետ։ Իսկ գուցե այդ ամեն ինչը հասկացել են, որ մեր հասարակությանը այնքան էլ չի հետաքրքրում ու շեշտը դրել են սոցիալականի վրա, որպեսզի հնարավոր լինի իշխանափոխության հասնել։ Տեսեք, հաջորդ փուլը կան դրա համար լինում են երկու տեսակի մարդիկ դերակատարներ կան դերակատարներ ովքեր օրակարգ են ձևավորում եւ կան դերակատարներ ովքեր ձևավորված են օրակարգի կողմից եթե դուք ունակ չեք օրակարգ ձևավորել ուրեմն դուք տեղ ու դեր չպիտի ունենաք այստեղ այսինքն օրակարգը ձևավորել է Նիկոլ Փաշինյանը եւ այդ օրակարգը գերակայ մարդիկ դա են պահանջում ու ես գնում եմ դա սպասարկելու ոչ, բայց սրա խորքում շատ ավելի մեծ խնդրեմ կա, գիտեք ինչն է խորքը։ Նախ որ իրենք ցեմենտում են Նիկոլ Փաշինյանի օրակարգը, բայց դրանից բացի իրենք ըստ էության նաև Նիկոլ Փաշինյանին զուգահեռ մեսիջ են տալիս արտաքին դերակատարներին, ասելով որ մենք շարունակում ենք Նիկոլ Փաշինյանի օրակարգը։ Մեր հանրությունն էլ հաշտ է ամեն ինչի։ Հաշտ է, մենք էլ շարունակում ենք Նիկոլ Փաշինյանի օրակարգը։ Որ միևնույն է անգամ եթե մենք էլ ինչ-որ մի բայ հավակնենք, մեր վեկտորը չի փոխվի։ Սա յուրատեսակ երթում է էլի դրսին։ Հետևաբար դրա համար եմ ասում, առաջին քայլը լինելու է ընդդիմափոխություն։ Եթե չեղավ ընդդիմափոխություն, երբեք իշխանափոխություն չի լինելու, իրականության փոփոխություն չի լինելու։ Եվ պարոն Պետրոսյան, դուք ձեր խոսքում նշում եք, որ Փաշինյանը իշխանությունը կորցնելու վտանգ չի տեսնում, ավելին այս ուժերից որևէ մեկը իրականում իշխանության չեն հավակնում։ Այդ դեպքում ինչու մենք ունենք մի շարք քաղբանտարկյալներ, այդ թվում ձեր հիշատակած քաղաքական ուժի առաջնորդը Սամվել Կարապետյանը, ինչու է առ այսօր շարունակում գտնվել բանտում, եթե նրանից վտանգ չկա Փաշինյանին։ Դեք ես չեմ ուզում շատ բաներ կա, օրինակ ես չեմ ուզում դրա մասին ուղղակի խոսել եթերում եւ այլ դա այդ մարդկանց անձնական կյանքն է։ Ես Սամվել Կարապետյանին համարում եմ քաղբանտարկյալ։ Ես այդ ուղղությանը գծին կացիգորիկ դեմ եմ չեմ, բայց ինքը որպես քաղբանտարկյալ, այո, ինքը քաղբանտարկյալ է։ Ինչու է բայց Փաշինյանը պահում բանտում, եթե վտանգ չկա այս մարդուց։ Ես այսպես ասում շատ չխորանանք այդ հարցի մեջ, որտեղ եթերային չի։ Ես խիստ կասկածում եմ, որ դա ում համար է ավելի ձեռնտու։ Ես մեծ կասկածներ ունեմ։ Դա ձեռնտու է Նիկոլ Փաշինյանին, թե ավելի շատ ձեռնտու է Սամվել Կարապետյանին։ Ուղղակի փակագծերը չբացենք, ես շատ մեծ կասկածներ ունեմ։ Եթե երկրորդը մենք հիմա շատ ենք լսում, չէ՞ որ թեպետ իմ համար, հա, ամենամիակ մարդը իմ համար, միակ մարդը ով իշխանությանը որևէ կերպ իշխանության համար սպառնալիք է հանդիսացել ու նաև պարլամենտական ընդդիմության սա պետք է անպայման շեշտել, դա միակ մարդը, որը նաև քաղբանտարկյալ, դա Միքայել Սրբազանն է։ Ուրիշ մարդ գոյություն չունի։ Սա պետք է ֆիքսել, որ եւ քաղբանտարկյալ է եւ իրականում վտանգ է ներկայացրել ոչ միայն իշխանությանը, այլ նաեւ պարլամենտական ընդդիմությանը։ Ընդդիմության մասով ինչ վտանգ էր։ Որտեղ տեսեք մեդիան շատ հետաքրքիր կերպով Միքայել Սրբազանին բերեց, հավասարեցրեց մնացած ամենայն հարգանքով մնացած բոլոր սրբազաններին, բայց մնացած նաև այլ քաղաքական քաղբանտարկյալներին, այսպես ասած, բայց Միքայել Սրբազանի խոսքը օրակարգը լրիվ այլ էր։ Մնացածը եթե հաշտ էին անգամ պարլամենտական ընդդիմության հետ եւ հովանավորություն էին փնտրում պարլամենտական ընդդիմության կողմից, Միքայել Սրբազյանը քաղաքական համակարգին էր դեմ եւ ասում էր որ պետք է ճեղքվի այս քաղաքական համակարգը, որին էլ հենց չներվեց, առաջին իրեն չներվեց եւ նաեւ մյուս դերակատարներով նաեւ լղոզեցին այդ օրակարգը, բերեցին հավասարեցրեցին, աջակցություն հայտնելու մեկին, մյուսին ու իբր թե նույն օրակարգի մեջ են, բայց Միքայել Սրբազյանը նույն օրակարգի մեջ չի եղել եւ չկա։ Իրական միակ սպառնալիքը Միքայել Սրբազանն է։ Իսկ մնացածը, երբ որ ասում են քաղբանտարկյալներ եւ այլն, դրանք ուղղակի իլյուզիաներ են։ Օրինակ Բագրատ Սրբազանը քաղբանտարկյալ չի։ Չեմ կարող ասել դա, որովհետեւ ինչի համար։ Ես բազմիցս ասել եմ, որովհետեւ եւ այդ թևի չեմ վստահում, ես չգիտեմ եղելա նման բան թե չէ, չեմ կարող ասել եւ չեմ վստահում իշխանությանը։ Չգիտեմ եղելա թե չէ, որ այդպես են արել։ Չեմ վստահում։ Այնինչ Միքայել Սրբազանի դեպքում իմ անձնական վստահությունը կարող եմ ասել։ Միքայել Սրբազանի դեպքում ակնհայտ էր իրենց դատախազությունը մի տարի առաջ նույն հայտարարության մեջ հանցական չէր տեսել։ Բնականաբար։ Բայց
Այս հարցին մի հատ ուրիշ կողմ ունենք, որ հասարակությունը ընդհանրապես չի անդրադառնում դրան։ Իբր քաղբանտարկյալներ, մեծ ճնշումներ եւ այլն, որ իմ խորին համոզմամբ մի քիչ այլ է։ Այդ մարդկանց, ում իբր ճնշում են, որ ձայնը կտրելու իմաստով, չէ՞, քանի հոգու բիզնեսին են կպեք ասեք։ Ոչ մի, փաստացի։ Ոչ մեկի։ Ինչ քաղբանտարկյալի մասն է խոսքը։ Բոլորը շատ լավ գիտեն, որ նախկին իշխանության ներկայացուցիչները, պարլամենտական ընդդիմության ներկայացուցիչները բոլորի համար քաղաքական իմաստով իրենց ողջ գործունեության ժամանակ առաջին նախագահից սկսած մինչև այսօր ներկանել հետը։ Իրենց համար բարձրագույն անսակարկելի արժեք եղել է միայն նեղ խմբային տնտեսական եւ ֆինանսական շահը։ Այսինքն դա իրենց ամենացավոտ կետն է։ Հիմա ասեք, որ մեկն է, որ ում բիզնեսը չի ծաղկում այսօր։ Ես չեմ ուզում ուղղակի շատ այսպես, հա, ոչ եթերային բաներ ասել, թե ովքեր ում հետ են բիզնես անում, ֆանտաստիկ, փայլուն։ Կառավարությունը անդիմադիրների հիմնարկներից գնումներ է կատարում։ Բնականաբար, այսինքն, եթե դուք իրականում ինչ-որ մեկը ձեր նկատմամբ ուզում է ճնշում գործադրել ու նաև հանրային մեծ արձագանքներ չստանար, չէ՞։ Առաջին ճնշումը կլիներ գոնե տնտեսական, երբ դուք ձայն հանեիք, իշխանությունը մի հատ էլ կթմկարեր, կասեր, բայց ես որտեղից այդ բիզնեսները, ու դուք ձայնը չեք հանի, եթե իրականում ձեզ ճնշելու նպատակ ունենային։ Բոլորը ֆանտաստիկ կերպով ծաղկում են բոլորի բիզնեսները։ Պարլամենտական ընդդիմության ներկայացուցիչներից մինչև նախկին նախագահներ։ Հարցեք 2018-ից այս կողմ ձեր բիզնեսները ավելի մեծ տեմպերով են աճել, թե չէ քան նախկինում։ Ուղղակի հարցը Փաշինյանը կասի Հայաստանի տնտեսությունն է այդ տեմպերով աճում, նրանցն էլ զուգահեռ։ Դե բնականաբար, որովհետև երկուսն են նորակարգի մեջ են։ Բայց պատկերացեցիք, չէ՞, այս մասը ինչ կարևոր է։ Եթե իրական ուզենաք ճնշում անեք, կարող եք այդտեղից այդ ճնշումը լինել, թե ուզում եք խեղճացնել պայմանական ասված։ Ու իրենք այդ ձայն չէին կարող անել, որովհետև հանրությունը հերթական անգամ կիմանար ինչ բիզնեսների տեր են։ Ճիշտ է։ Այո։ Բայց քաղաքական երկու այս փոքր շոուները, մեկը քաղբանտարկյալ է, մեկը ու այնպիսի մարդկանց ենք ասում են քաղբանտարկյալ, որոնք զերո վտանգ չեն ներկայացնում, անգամ զերո վտանգ չեն ներկայացնում իշխանության համար։ Իսկ ասեք քաղբանտարկյալներից, բացի Միքայել Սրբազանից, որ մեկն է, որ վտանգ է ներկայացրել իշխանությանը։ Որ մեկ, եթե մեկին ասեք ու հիմնավորեք, ես կասեմ ներողություն։ Ես հիմնավորելու մասով կդժվարանամ, բայց ամեն դեպքում եթե այսքան ամիս շարունակ այդ մարդկանց պահում են ազատության մեջ, նույն Բագրատ Սրբազանին, նույն Սամվել Կարապետյանին, ինչ որ վտանգ այնուամենայնիվ պետք է չէ ներկայացնել։ Ես դրա համար ասացի։ Այս այդ անդիմադիր դաշտը պահելու շատ կարևոր գործիք է, շատ կարևոր գործիք է։ Ես խիստ կասկածում եմ, որ ինձ թվում է դժվար, հա, ինչ որ մարդ գտնեք, որ կասի օրինակ ամենայն հարգանքով իրենց նկատմամբ, բոլորի նկատմամբ, Բագրատ Սրբազանը վերջի ժամանակ կարող էր սպառնալ վտանգ ներկայացնել իշխանության համար։ Կար լեգիտիմություն վտանգ ներկայացնել։ Ամենավտանգ ներկայացնելու փուլում որևէ վտանգ բան տեղի ներկայացնելու չունեցավ։ ոչ մի բան, ու կար վտանգ որ ներկայացվեր, թե չէ։ Դա փաստացի Որն էր ոչ։ վտանգը 1000 հոգանոց միտինգներ, 500 հոգանոց միտինգներ, որն էր վտանգը։ Որտեղ այդ վտանգը ներկայացվում։ Չկա, ես Այդ դեպքում նպատակը համակարգը այս ճանապարհով պահելն է։ բացառապես քաղաքական համակարգի պահպանման խնդիրն է, համակարգի արժեվ դրած համար մեկ խնդիրը վերարտադրությունն է։ Ուրիշ ոչ մի խնդիր չկա։ Եվ այս դերակատարներին պահել ջրի երեսին որպես հիմնական դերակատար միակ տարբերակն է, միակ լուծումն է։ Եվ պարոն Պետրոսյան, վերջում ուզում եմ խոսենք եկեղեցու շուրջ ծավալվող զարգացումների մասին։ Մի շրջան կարծես իշխանության հակաեկեղեցական արշավը մեղմվել էր, բայց վերջին շրջանում այս խոսույթը կրկին ագրեսիվացել է Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդարանի ամբիոնից Ալիևին գողելուց զատ վեհապարին անվանեց մեր եկեղեցու փաստացի պետ, կրկին բավականին կոշտ մեղադրանքներ է հնչեցնում նրան ու այսպես շարունակ։ Ինչով եք պայմանավորում այս իրողությունը, հատկապես այն դեպքում, երբ որ սա Նիկոլ Փաշինյանին դիվիդենդներ չի բերում, եկեղեցու վարկանիշն էլ շարունակում է ամենաբարձր մնալ մեր հասարակության շրջանում։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը ինչքան է ցանկանա իր ուժերից շատ ավելի վերա եկեղեցու կազմակերպումը։ Եվ շատերը խոսում են, որ Նիկոլ Փաշինյանը ուզում է եկեղեցին քանդել, պառակտել, ամենևին էլ հիմնական նպատակը դա չի իշխանության։ Այդպես նախ ինքը հնարավոր չի դա կարողանա, չէ կարողանալու դա, բայց հիմնական նպատակը դա չի։ Կարող է մի քիչ բարդ բան եմ ես հիմա ասում, բայց այնուամենայնիվ իմ խորին համոզմամբ դա այդպես է։ Իշխանության նպատակը եկեղեցու դեսակրալիզացիան է, ապա ոգեղենականացումը։
Եվ այդ կեղտոտ օրակարգերը տարբեր մարդկանց վերաբերյալ կապ չունի, դա ճիշտ է թե սխալ է դնենք մի կողմ։ Մենք բոլորս գիտենք, որ եկեղեցում կան խորքային խնդիրներ։ Բոլոր եկեղեցիներում կան։ Հռոմի, եթե նայեք, ինչ որ չափով կարող սարսափեք։ Երևույթն եմ ասում։ Բայց որևիցե մեկը չի գնում ապավոգեղենականացման դեսակրալիզացիայի, երբ այդ կեղտոտ օրակարգերը հանում եք, դուք եկեղեցուն զրկում եք, փորձում եք զրկել իր սակրալ ոգեղեն աստվածային էությունից։ Հիմնական հարված էստեղ է տարվում։ Եվ ամենևին նշանակություն չունի, հա վեհապարին կփորձեն փոխել, թե չեն փորձի եւ այլն, դա դնենք մի կողմ։ Հիմնական հարված էստեղ է հասցվում։ Հիմնական հարվածը։ Իսկ դա ինչ է տալու Նիկոլ Փաշինյանին, ենթադրենք հասավ իր այդ նպատակին։ Դա ոչ միայն տալու է Նիկոլ Փաշինյանին, այլ նաև տալու է արտաքին դերակատարներին։ Երբ որ այդ դեսակրալիզացիան եղավ, որևէ ազգ առանց սակրալ հիմքերի գոյություն ունենալ չի կարող, առավել ևս Սփյուռքով հանդերձ։ Միակ կետը մեր սակրալ կետը այսօր էլ շարունակում է մնալ եկեղեցին, միակ կետը, միակ։ Ասեմ ավելին, որ իշխանությունները եւս միշտ պիտի ունենան սակրալ բովանդակություն։ Հայաստանում երրորդ հանրապետության ժամանակ չի եղել, իշխանությունը սակրալ չի եղել։ Ոգեղենության նշույլ անգամ չի եղել ոչ մի մակարդակում։ Մյուս երկրորդ հենարանը, եթե այդ սակրալ այդ ոգեղենականությունը դուք կտրում եք, կարող թվա շատ իրացիոնալ բաներ եմ ասում։ Քաղաքականությունը միշտ չի հա պարզ կենցաղի կամ առևտրի մասին։ Եթե սրանից է դուք կտրում եք, ազգը արմատախիլ եք անում։ Հետևաբար անգամ չի լինելու հա փոփոխությունները չի լինելու իմ խորին համոզման, բայց իր նպատակի փոփոխություններն է անգամ չի։ Այս կեղտոտ օրակարգով դեսակրալիզացիան է, ուրիշ որևիցե բան չկա։ Շնորհակալ եմ պարոն Պետրոսյան հետաքրքիր զրույցի համար։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք քաղաքագետ, ժողովրդավարական համախմբում կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանի հետ։ Կհանդիպենք։